Ararat Bank, աշխարհով մեկ քո Mastercard World Travel Card-ով։ Մեկ է ռազը վազելով մտավ։ Ցավը տնիմ կարող արդյոք ունենաս։ Սենց է կերասուց։ Չեմ հավատում։ Ես հայկոսից այդ։ Մորս արև հանգավ։ Ոյ, դժվար հարցեր ես տալի։ Ես հիշեցի այդ Սաֆարյանի հետ մի հատ էլ ունեմ պատմություն, պիտի պարտադիր պատմեմ։ Որա մի ականջին ասում եմ, կյոն, բայց ասում ես ճաշից, ասում եմ դամեստոսի հոտ է գալի։ Հովոնա կանգնած ու ես։ Արդեն խնդրում։ Ես հասկացանք երկար ես, բայց այդքան չէ էլ։ Էտո վեր։ Պատկերացրու իմ վիճակը։ Ես։ Չէ, էլի արա չէ, չեմ հավատում արա ոնց արա նավ արա։ Մենք չիցով, հələ մի րոպե սուս մնացինք։ Սուս մնացինք։ Ասեմ ինչ։ Ներբեռնիր գլովը, պատվիրիր սնունդ, մթերք կամ ինչ որ կուզես։ Հենց այնպեսի տաղավարում այսօր Արամեն եւ Աննա Թովմասյանն է։ Ողջունում եմ ձեզ, շատ ուրախ եմ, որ այս շատ խառը ժամանակաշրջանում ձեզ համար ժամանակ եք գտել եւ եկել եք։ Գիտեմ, որ հաշված օրերից փետրվարի 14-ին քո մենահամերգն է, պատրաստվում եք ու շատ լավ է, որ այսօր առիթ ունենք եւ խոսելու համերգից եւ հիշելու այն հենց այնպես պատմությունները, որոնց համար հիմնականում հավաքվում ենք։ Ոնց եք։ Շատ լավ։ Շատ լավ Մանե ջան, մերսի շատ որ հրավիրեցիր, ճիշտ է դու հա խանգարեցի։ Չէ, ուղղակի ասեցի որ լավ է։ Նորից, ոնց է։ Ուրեմն ուշ լինին այսօր աշխատում է։ Ես ուշ եկա կոմոդ, բայց նուշիկի հետ եմ եկել։ Այնպես որ փորձենք այնպես անել, որ քո հաղորդումը քո ֆորմատի մեջ ուրախանցի։ Այսօր վայելելու ենք Զուեկ իտալական բնական հյութեր, որոնք Հայաստանում ներկայացնում է Անդակո ընկերությունը, որ համն եք ընտրում, ձեզ հյուրասիրեմ։ Չիչխան։ Հա։ Ես հապալաս։ Լավ էլ համ ընտրեցի։ Այո։ Ես քեզ հյուրասիրեմ եւ համ, որը պարգևում է հիշողություններ, ինչպես հենց այնպես պատմությունները։ Իմիջայլոց 100% բնական բաղադրիչներ են առանց համային, այո, հավելումների։ Այնպես որ կարող եք շաքար չկա, կարող եք երեխաներին նույնպես ամբողջ դե չի կարելի խմել, ես լցնելու համար։ Չէ, ես խմելու համար, խմելու եւ այլն։ Լցնում ենք բաժակները։ Ես էլ ընտրում։ Այ։ Դե սկսեցինք։ Գնաց։ Ինչ եք հիշել ու առանձնացրել այսօրվա համար։ Այդ հիշողություններն ու պատմությունները Արամային եմ թողել։ Միանգամից պատմություններ։ Հա, պատմություններից սկսենք, հետո խաղերը կխաղանք։ Ես ճիշտ ասած իմ շատ լավ բարեկամները, ովքեր բնակվում են Պարսկաստանում, իրանք շատ լավ գիտեն, որ ես իրանք շատ եմ սիրում, իրանք շատ լավ գիտեն, որ առհասարակ մենք բոլորս ենք իրանք շատ սիրում, ես արտիստների մասն եմ ասում, որ առանձնահատուկ իրանք մոտեցում ունեն ամեն ինչի նկատմամբ եւ երաժշտության, լավ գիտես ինչ եմ ասում, Անե ջան։ Շատ ջերմ են ու հյուրընկալ։ Շատ, չափից շատ ուշադիր, չափից շատ ջերմ, չափից շատ հետաքրքիր, մանավանդ երբ որ նոր ես սկսում հաճախել, հա, այդ համերգներին, քեզ համար մի քիչ իմ առաջին փորձը եղել է 2007 թվականին։ Օրինակ այդ դիալեկտը, հա, այդ իրաց մոտեցումները, այդ ամեն ինչը իմ համար շատ նոր էր ու հետաքրքիր, բայց ես կպատմեմ մի պատմություն, որը եղել է տարիներ առաջ, արդեն Աննայի հետ, չէ, արդեն շուտվանից ամուսացած երևի 18-19 թվականներ, երբ որ կարող է մի քիչ շուտ, հա, Աննան ասեց ամեն տեղ գնում ես, միտեղ ինձ չես տանում հետդ։ Ասում եմ, ինչպես բոլոր կանայք։ Հա, ասում եմ, կյանքս ասում եմ, գնում եմ Թեհրան, այդպես չեմ գնում ծովային երկիր, չեմ գնում մի հատ տեղ, որտեղ որ դու կարաս գաս, հաճույք ստանաս, հա, պատմական, գեղեցիկ, կոլորիտով երկիր է, ամեն դեպքում, բայց ես կուզեի քեզ տանեի, ասենք, չգիտեմ, Ամերիկա, գոնե։ Ռիո դե Ժանեյրո։ Ռիո դե Ժանեյրո, հա։ Չէ, համերգներով նկատի ունի շրջագայության, բայց ասի գնանք, եւ նոր տարի էր։ Հա, ասեց գալիս եմ, ասի պիտի գլխիդ բան կապեցի, լավ իմացի, այդպես բաներ կա։ Հա, ինչ պիտի ասեն ինձ իր բնավորությանը բնորոշ, ինչ պիտի ասեն հիմա որ սենց չլինի, սենց լինի, սենց չլինի, սենց լինի, դες տարբերակներ քննարկում։ Ասում չէ, պիտի ծածկես, սենց որ գնացինք ինքը այդ ամեն ինչը իհարկե պահեց եւ ինքնաթիռից սկսած։
ինքնաթիռի մեջ ասեց կապի։ Արդեն հա պետք է Հա, կապել։ հա, ինքնաթիռի մեջից ասեցի կապի, դες ձեռես ասում, չէ, վերջ, ես իրանց տարածքն այլևս։ Վերջը ու գնացինք այնտեղ, մեզ դիմավորեց Ալենը եւ Հենոն, երկու հրաշալի մարդիկ։ Հենոն շատ ինտելիգենտ, կնամեցար, լավ անձնավորություն, Ալենը եւս, եւ Ալենը ավելի երիտասարդ, ավելի աշխույժ, sense։ Իրանք էին կազմակերպել։ Ուրեմն հետո համերգից հետո մենք գնացինք Հենոն հրավիրեց իր տուն, այնտեղ ընդունված է հրավիրել տուն եւ մերժելը չի ընդունվում, որովհետեւ տուն հրավիրել է ի վերջո ամեն մեկին իրանք չեն հրավիրում, դեպ ասեմ, իրանք պարսիկներն էլ տուն չեն հրավիրում, ինչքանով ես գիտեմ, ինձ այդպես են ասել։ Վերջը մենք չմերժեցինք բնականաբար, Աննայի հետ գնացինք եւ Հենոյի կինը շատ ոգևորված, Շատ աշխուժակցիկ է։ շատ ոգևորված պատմում է ոնց է ինքը բաց թողել իմ ելույթը։ Ամեն ինչ սկսեց նրանից, ասում է Արամե ջան, մի բան ասեմ, ասում եմ, հա, իհարկե ասում, քո համերգի օրը Արավոտից ես ասամ իմ քրոջը խնդրում եմ գգաս փոխարինես ինձ, որովհետև Արամենը եկե ես պիտի պարեմ։ Արդեն մեկ շաբաթ առաջ բոլորին զգուշացրել է։ Մեկ շաբաթ առաջ բոլորին։ Գործի տեղը բոլորին ասել է, որ ինքը այդ օրը չի գալու։ Ճիշտ է, այդ օրը ես չեմ գալու եւ քրոջս խնդրում եմ, որ ինքը գա ինձ փոխարինա։ Որովհետև ես պետքա գնամ, Արամենը գալիս, ես պետքա պարեմ։ Ասում հա, բայ ինչ եղավ։ Լավ անցավ։ Ես հա, լավ անցավ։ Ես երեկոյան ձև արամ, իբր գնում եմ քնեմ, շորս հագամ, երեխաներին ասամ վերջ ես գնում եմ քնեմ, որ երեխաները գնան քնեն։ Երեխաները քնեցին, երբ որ երեխաները քնեցին, զանգամ քրոջս ասամ վերջ երեխաները քնած են, այլևս կարող ես գալ։ Քուրս եկավ, ես նորից փոխվամ, հագնվամ եւ արդեն 12 անց էր։ Արդեն շատ ուշացան, որովհետեւ երեխաները մինչեւ քնան 12 անցել էր, բայց դա նոր տարվա գիշեր էր, այսինքն գիշերվա համերգ էր։ Եվ զանգամ ասիմ Հենո, արի, ես պատրաստ եմ, մենք պետքա գնանք այդ համերգին, որ ես պարեմ։ Հենոն եկավ, ինձ վերցրավ, քուրս մնաց, երեխաները քնած են եւ ես ոգևորված եկա եւ նստեցի։ Եվ ինչ որ DJ-ը նվագում, ասում Հենո, Արամեն երբ է եկել։ Չէ, DJ-ը նվագում, ասում սպասեց, ասում լավ, DJ-ից հետո Արամեն։ Տես, ես արդեն մոռանում եմ, ճիշտ ես ասում։ Ինչ որ DJ-ը նվագում, ասում լավ, երևի հիմա DJ-ից հետո Արամեն կերկա։ DJ-ը վերջացրավ, պարսիկ երգիչ սկսավ երգել։ Ասում լավ, երևի պարսիկ երգիչից հետո Արամեն կերկա։ Պարսիկ երգիչը վերջացավ, ասում մեր Թերանի երգիչը սկսավ երգել։ Այդ ժամանակ ասամ լավ, երևի, բայց ասամ Հենո, արդեն ժամը 2-ն է։ Արամեն երբ է երգելու, ասում Հենոն ասավ, բայց Արամեն արդեն երգել վերջացրել։ Ու ինքը այդ պահին տտտվեց, որտեղ մենք ծայրահեղ ծիծաղ սկսվեց, որ Աննան սեղանից փախավ։ Բայց ես միջև էի ծիծաղում, Աննան միջև դիմանում է, ես շատ կարճ եմ պատմում, Աննա ջան, երևի ինքը մի 40 րոպե սա պատմել ու երբ որ աշխատանքի տեղը, ցույց մի շաբաթը պատմել է, եւ որ վերջում ինքը ասեց Արամեն արդեն երգել է, եւ պատտվեց Հենոյի սենց էր արեց։ Հենո Հբսեիր։ Ոյ, ու այդ հբսեիրը։ Որ ասեց հբսեիր, Աննան գնաց։ Ու չպարեց։ Այսինքն այդքան ժամանակ ինքը Հենոյի հետ չի քննարկել, ես որ գալիս եմ Արամեն երկրով, որտեղ վստահ լինելով, որ Արամեն դեռ չի երկել եւ սպասում է իրան, որտեղ մի շաբաթ ինքը տրամադրվել է։ Ասեն կազմակերպիչը իր ամուսինն է, չէ՞, պիտի տեղյակ լինի, բայց ինքը տեղյակ չի Ես եղել։ ողջունում եմ ձեզ, ես հույսով եմ դուք ես հաղորդումը կնայեք, Եկեք փետրվարի 14-ին Երևան, մարդիկ, ովքեր միշտ պատրաստական են մեզ ընդունել։ Մեծ պարահրապարակա լինելու լիքը կպարեք։ Այո։ Շատ լավն են իրանահայերի հետ կապված պատմությունները։ Նազենին էլ էր քո մասին մեզ մոտ պատմել պատմություն Իրանից իդեպ։ Հա, ֆենի պատմությունը։ Մազեր։ Ֆենի չէ, բանի, Սափրիչի։ Հա, Սափրիչի։ Բայց ֆենն է կա, ֆենը Սաֆարյանի հետ։ Հա, պատմեմ էդի։ Հա։ Ուրեմն տղեկ կներեք, այս հաղորդումն է ինձ ստիպում, որ ես բանը, այն օրը չնայած ռազի համարել են, որ մի հատ պատմություն պատմեցի, շատ հետաքրքիր, բայց արդեն պատմել եմ, հիմա կպատմեմ Սաֆարյանի մասին։ Ապրես որ հիշացնում ես։ Նա տենում է, սաղ քո պատմած պատմությունները հիշում։
Մոսկվա մրցանակաբաշխությունն է եւ մեզ տեղավորել են Արարատ Խայաթ հյուրանոցում։ Ինձ ու Սաֆարյանի նույն սենյակում։ Ես դες պատմում եմ 15 տարվա բան։ Չգիտեմ ոնց են ընտրել, որ ես ու Սաֆարյանը պետք է իրար հետ լինենք։ Բայց շատ ուրախ է անցել հաստատ։ Շատ իմ համար որ հաստատ։ Եվ այդպես ստացեց, որ ես պետք է մասնակցեմ մրցանակաբաշխությանը եւ նույն գիշերը թռնեմ Հայաստան, որովհետեւ պետք է շարունակեի թռիչքներս, պետք է գայի Հայաստան, վերջը։ Դուրս գալուց ասեցի արս ասի հանգարց բան չմոռանաս, առավոտվա կողմ էր։ Չէ, ապեր, չէ, նորմալ է, բան։ Ու ես թռա։ Ես անցնում եմ որոշ ժամանակ, մի 4 օր, Արսենը զանգում է ինձ։ Հա, ասում եմ, եթե բան մոռանամ, խնդրում եմ կվերցնես, էլի։ Հա, ապեր, ողի նորմալ է, բան։ Ես զանգեց ցան։ Ապեր, ասում եմ, հա, Արսյան, ի՞նչ կա։ Արա վերջը մոռացար, էլի։ Ասում եմ, Արս, ինչ եմ մոռացել։ Արա ֆենը թողել էիր, բայց ես վերցրել եմ։ Հյուրանոցի վեր։ Ասում եմ, ինչ ֆեն։ Լսի, ոնց ասում եմ, չիքոլով հյուրանոցի ֆեն։ Վերցրել հետո բերել է։ Հիմա լսեք, ես պատմությունը երևի ինչ-որ իրար ձենձնած ես պատմում են ինչ-որ տեղեր, գալի հասնում է վերսիա մեզ, լսեք, որ Արսենը մեզ նորից գալիս ուրիշն է պատմում, նույն պատմությունը, խաբար չլինի, որ Քո հետ է։ մենք ենք դա, բայց չիմացաք, ես Արսենը գնում եմ Մոսկվա, հյուրանոցի պատից ֆենը քանդում է, բերում է հետը Հայաստան, Հայկական տարբերակ։ հա, էլի Չի եղել։ Դες չի, այսինքն այն մարդը, որ պատմում է այդ որ քանդել է, երբևիցե չի տեսել հյուրանոցի սենյակ, որտեղ ֆենը քանդողի չի, ուղղակի դրած է։ Էդ էլ ենք խորացել էլի։ Ու Արսենը որ հյուրանոցի ֆենը համարել էր իմը։ Արս ջան։ Արս ջան։ Մերսի հիշողությունների համար։ Ան դու ինչ կհիշես։ Վայ։ Ուրեմն մեր տան համար ու անընդհատ իմ մտքին կա, որ խալի պետքա գնենք, զալի այդ հերոսացիի դեմը փռենք ու ամեն անգամ ասում, լավ, պետքա գնեմ, լավ, մի օր կհարմարացնեմ, կգնեմ ու տենց հա իմ մտքի մեջ պտտվում է։ Ու որ գնում ենք Պարսկաստան, նորից իմ մտքի մեջ լավ, Պարսկաստանում սիրուն խալիներ կան, սենց իրանց այդ հնաոճ, ասում եմ, այդտենց մի հատ բան կբերենք, տունը սիրուն կփռենք։ Էս էլ ես հիշեցնեմ, ինչի տենց դարավ, ինքն էլ ասում ասենց, կան գիտես իզերի բան եմ ուզում, սենց այն հին են փալասի նման, որ սենց գցենք ինքը տենց ոնց որ հնություն լինի, այդպես բան։ Որտե մեր տունն էլ էր տենց հին հնաոճ էր, ասեցի շատ սիրուն քսազի տան հետ, ու ես դա իրան չեմ ասում, իմ մտքի մեջ տենց մտածում եմ ու հասնում ենք Պարսկաստան, այդ նույն այդ նոր տարին համերգը վերջանում է, գնում ենք համար ու բայց չեմ հիշում Հենոյի կինը չէ։ Չէ, Ալենի կինը, հա։ Ասում են ինչ եք ուզում անենք, ինչ վաղը կազմակերպենք ձեր համար, ուր գնանք։ Ասում ենք դե ոնց ասեք, էլի ուր կտանեք, մենք խելոք կգանք։ Ասում են լավ, եկեք գնանք Թագավորի Palace։ Սենց ասում են Palace, բայց պարսկական акցենտով Palace։ Թագավորի Palace։ Ես դες Palace, իմ մտքի մեջ Palace-ն է գալի, ինիկատիվ տենց որ ասում եմ շատ սիրուն է, կգնանք Թագավորի Palace, ես ասում եմ, լավ, երևի տես թագավորական Palace-ներ էլի, տենց հին, մեկ է ժամանակ որ ինքը տենց խոսում է, ինքնույսիոման հաց են ուտում, լսի նայ, տենց հաց են ուտում, ես ոգև ասում, հո, գնանք Թագավորի Palace-ներ կակրած, ասում ես մեր տան համար Palace եմ ուզում, ես Արամեն, այսպես հաց ուտում, սենց արի, Սյոմի հետ նայս դա Ես է կանգնած եմ, էլի, սենց կերասուտ չեմ հավատում, ինչ, ուտեղ ինքնիսոման հասկացել են ինչի մասին է խոսքը, բայց մենք չենք հասկացել Palace չէ, Թագավորի Palace, օրինակ Palace, բայց ինքը գիտես պարսկական акցենտով Թագավորի Palace, որ ասես Հա, բայց Palace ես մոտից եկա Palace Կոկրոզից Palace Այ, Palace Կոկրոզից ինձ ասում եմ տենց հին Palace-ներ ա պետք ասում եմ գնանք նայի ու մեռել են Սյոման ու Արամեն չկան ու դա դարել անեկդոտ այդ կնոջն է պատմեցին ինչի մասին է խոսքը մգյանք Թագավորությունը ասում գնանք Իսկ վերջը Palace-ը առաջ Չէ Չէ, մեր Palace-ում Բայց գնացի կտենց շուկայի տեղեր, բայց Palace-ներ կային լիքը, այ տենց ոնց ուզում, բայց մեկը ինքը ասում է ես ստեղից Palace պիտի շալակեմ տանեմ, ու տենց է, բայց ես տեսա։ Ինքը գոնե տեսա, բայց հետո առավ, ուրիշ տեղ։ Շատ լավն է։ Այդ էլ իմ Թագավորի Իսկ միասին շատ եք ճանապարհորդում։
Ճանապարհորդություններից հիշողություններ չունեք։ Հանգստանալու շատ։ Մի հատ ունեմ հետաքրքիր պատմեմ։ Հո, պատմի։ Սարդինիա որ թռնում էինք։ Հա, պատմի։ Ուրեմն թռնում ենք Սարդինիա, Աննայի հետ Իտալիա, անցած տարի։ Մի քանի ամսվա պատմություն եմ պատմում, իսկ իր մոտ բան չի փոխվել, էլի, որպես այդպեսին, փալասից հետո, այդպես միամիտ բաների։ Վերջը դե ինքնաթիռը թռնում է։ Չէ, սա զենա, լռություն։ Նոր չենք թռել, երևի մի ժամ ու կեսա թռնում ենք։ Արդեն տենց մի քիչ բան վիճակա, գլուխը դրել է ուսիս, տենց Փորձում եմ ննջեմ, դա։ փորձում եմ քնի, ես էլ տենց ուղիղ տենց նստած նայում եմ դիմաց։ Դա գլուխը դրած։ Երևի մի 10 րոպե այդ տենց լռության մեջ թռնում ենք։ Մեկ է տենց շատ կտրուկ գլուխը հանում, ասենց ամ։ Գանք։ Վերջը չիմացան, չէ՞, այդ Մայքլ Ջեքսոնը խիստ պիտակեց։ Ասում տենց չիմացանք հիվանդություններ էտի, թե մեր ժամանակ ասում մաշկրա փոխել լռում, թե մաշկներ փոխել, թե հիվանդ։ Մեկը լներ հետս ծիծաղ է, էլի, մենակ չեմ կարա։ Սկսեցել ասում, ինչ։ Սա հեչ։ Ասում դու դու իր մտքերով ես, գիտեմ քնած ես, ես գիտեմ, ասենք ինքը տենց որ շտապ արձագանքես, կարող ասեր, գիտես բանն եմ մոռացել, չգիտեմ օրինակ, հա։ Գանք։ Վերջ չիմացանք այդ Մայքլ Ջեքսոնը ինչից սպիտակ է։ Ու ինչ արամ եմ պիտի իմանամ, չէ։ Ասում դե մեկ արում ChatGPT-ից արծրը։ Դա արդեն կարևոր չէ, որտեղ այս բանի շատ խնդալու։ Եկարամ գիտես ինչ է պատմեմ, որ ես ինքնաթիռից շատ վախենում էի։ Հիմա էլ, բայց առաջ հիվանդագին էր մոտ, այսինքն ես կարայի արձագանքեի, sense բաներ անեի, բան։ Հիմա տենց մեջը սասաղը տենց լնում, բայց ես տենց նստածեմ, ոչ ոքի մտքով չի անցնի, որ ես կվախենամ։ Սովորել ես թաքցնել։ Հա, ես Հայկոն եւ Նազենին թռնում ենք Պարսկաստան, այդ Սափրիչի տարին է։ Հա։ Առաջին անգամ ես տեսա ինքնաթիռ, որի նստարանները տարբեր էին։ Այսինքն մեկը լայն էր, մեկը նեղ էր, մեկը կապուտ էր, մեկը դեղին էր։ Հավաքել են։ Ահա, որ վիճակի էր, դրսից էլ էր ինքը տենց այն մասկիչները, որ լինում էին, սև շթերով, ասած այն ժամանակների։ Ու ես նստած տենց ափերը քրտնելա ձեռքերից, ներվային sense այդ վախից, այդ բանից sense բաներ եմ անում, sense բան Հայկոն նստած խաղա խաղում, շփետքը չի, Նազենին գիրքա կարդում, բան։ Ոչ ոք իմ հետ չի կիսում, իմ վախը։ Վերջը։ Հա, Հայկոն sense գլուխը մի պաստեգի, sense այս sense բայց չնայած դեմքից խաղա խաղում, sense Բրատ վախում ես, ասում եմ, հա, Հայկոն ջան, շատ եմ վախենում, հա, չէ, այս հատան, բան չկա։ Շուտ բան ասեց ու խաղում է։ Այս ինքնաթիռը որ արագություն հավաքեց, ես հասկացա որ ամեն ինչ շատ ավելի վատ է։ Որ ասես ձեն է գալիս, պոլկաները բացվում են sense բան։ Ոյ լավ էլի։ Ու երբ որ ինքը sense պոկվեց գետնից, sense ձեն եկավ։ Տպավորություն որ բան վերջացավ։ Եկել ես Հայկոն sense այդ Մորս արև հանգավ։ Մենք ոդի չենք։ Ու իմ մոտ նստած տեղը, ոտքերս ես թուլած։ Ոնց հանգավ արա։ Ու ես այդ բարերից հետո սպասում եմ, որ մենք ոստո ես կարող պայես, որ հետ ենք գնում։ Ու այդ սենց մեռնելով բարձրանում է վերև։ Ու այդ մեկ էլ այդ ուղղվելու պահը, որ ինքը պետք է ուղղեր, Վերջը մեծ ստրես ու մեծ բան իմ համար իհարկե, բայց զվարճալի պատմություն, որովհետև այդ պահին իմ համար ծիծաղելու չէր միանշանակ, բայց հիմա որ պատմեմ նախ Հայկոյի հիշողություն, հետո ես գիտես ինչն եմ հիշում, որ առաջին անգամ էի ես գնում Պարսկաստան, Հայկոն արդեն եղել էր։ Ու ես ասում եմ, լավ, ես գնում եմ Պարսկաստան, ինչ անեմ։ Ինձ այնտեղ ճանաչում են։ Չէ, մտածում եմ կամ 8 թիվներ կամ 7 թիվներ, հա։ Ասում բայց ինձ այնտեղ ճանաչում են։ Ասում եմ, ինչ ես խոսում, ասում եմ, ասա հելար, տես ինչ են անելու, ասում եմ։ Ինքը ինչ է խոսում, էլի մտքիս մեջ մտածում եմ, ասենք, ես մի 2 տարվա պատմություն չունեմ, տարի ու կեսվա պատմություն ունեմ։ Ճիշտ է, այտենց արագ ստացվեց իմ մոտ, բայց ամեն դեպքում դե հիմա իմ համար Պարսկաստանը մի հատ ისին որտեղ էր, էլի, որտեղ որ հաստատ անհասանելի էր, բայց արի ու տես մենք հրաշալի 2 համերգ ունեցանք մարզադաշտում։
Արարատ մարզավանում 2 օր շարունակ եւ այդտեղ մենք ծանոթացանք էլի հրաշալի մարդկանց հետ, ում հետ մինչեւ հիմա մենք կապ ենք պաշտպանում։ Այդտեղ էլ ունեցանք լավ պատմություններ։ Հա, հետո այդ կազմակերպիչներից մեկը ես տես բանը կոմպլեքսավորած, վախվորած, բան եկել են Պարսկաստան, բոլոր իրար պաչելով բարևում են, ես մարդ չեմ ճանաչում։ Մի քանի անգամ պաչել։ Վերջ, հա, այդ մի քանի անգամ պաչելով, տես նստած իմ բնավորությանը բան, sense հանգիստ առանց ոչ մեկի դեմքին չեմ դռնում, բան։ Եկել ես Հայկոն եկավ սա։ Գիտես չէ ասում։ Գիտես չէ ասում։ Ինձ այդ կանչողներից մեկը ասեց. Հայկո ջան, ասում իր Արամեն կարքին տղա է։ Գորոզա ոչ մեկի հետ չի շփվում։ Ասում ու խնդում է։ Որ ասում ես գորոզ չեմ, ես ամաչում եմ Հայկո ջան, չգիտեմ ինչ ասեմ, հա։ Չարա, դա ազատ զգա քեզ բան լեսի խմի բա։ Վերջ։ Այ Հայկոյի հետ հիշողությունները ամենաջերմն են միշտ։ Անել ինչ ես հիշել։ Երեխեքի հետ կապված պատմություններ կարես պատմես, եթե կա։ Կամ խայտառակ իրավիճակներ, որոնց համար։ Եվ ստացվում է բոլորը ես եմ պատմում։ Մի անգամ խայտառակ իրավիճակ ունեցել եմ, Անի Ավդալյանի մոտից դուրս եմ գալիս, էլի մի 20 տարվա բան եմ պատմում։ Գնում ենք Արտաշատ ծնունդ երգելու։ Ես ու Սյոման, ես հագել եմ սև կոստյում, բայց 1000 ներողություն պետք է ասեմ, բայց հագել եմ սպիտակ ներքնազգեստ։ Okay, ա որ ասեմ։ Որտեվ դրա մեջ է պատմության իմաստը։ Երբ որ Անի մոտից դուրս եկա ու նստեցի մեքենան, ես զգացի, որ ինչ-որ մի հատ հետևից ձեն եկավ, բայց նշանակություն չտվեցի, որտեվ ինձ թվաց նստարանին ինչ-որ բան եղավ։ Ու տենց գնում եմ։ Եկել եմ, այնտեղ ծառայական մուտք չկար։ Բոլորը մտնում էին գլխավոր մուտքից։ Ես էլ մտնում եմ գլխավոր մուտքից, ամբողջ հյուրերը արդեն նստած, որտեղ իմ ելույթը չնեմ ժամը 9-ին է, բայց հյուրերը 6-ից նստած են։ Անցնում եմ բոլորի միջով։ Բարձրանում եմ բեմ, սկսում եմ երգել ու այտենց միջնանվագի ժամանակ, երբ որ երաժշտությունն է, ես չեմ երգում, երաժիշտներից մեկը հետից Արամե։ Նորսենց Սենաս հետևից շարժ այսպես բաց։ Չպտտվես։ Ասում Չէ, չփռաս։ Սենցա։ Ու ես հասկանում եմ, որ հայտարարություն որն է։ Քավոր ջան, հələ մի արի։ Այդ ծևի տակից սպիտակը Բարզ երևում է ու Սյոմին ասում Սյոմ, այսքան ճանապարհ եկանք, ես այտենց անցա, դու հետևիցս գալիս էիր։ Արա մի անգամ մտքով չի։ Այս այդտեղ ու ինձ ասես ապեր հետ գնանք։ Մերել էինք խնդալուց, բայց այդ ժամանակ իմ համար դուրս գալն էր ամենաահավորը, Սյոմը այնքան մոտիկ էր ինձ քայլում։ Ես այդ եմ ասել, որ Սյոման մոտիկ է։ Որ արդեն հետ էր տարօրինակ, ինչենք մենք սես գնում։ Քայլելով դուրս եկա։ Կյանքից մայթը ավելի խայտառակ էր, պիտի նորմալ քո համար գնար։ Դե հիմա Մեկա տեսել էի։ Այսօրվա համար պետք է գա, պատմեցինք հիշողությունը։ Այ շատ լավն է։ Այդ ամոթալի պատմությունները այդ պահին ամոթալի, իրականում հետո ինքը վերածվում է ծիծաղելի հիշողությունների, այդ շատ լավ է։ Իսկ բեմին Չէ, իրականում գիտես ինչի մենք չունենք ու տա Աստված չունենանք դες հայտարարակ պատմություններ, մենք ամենայն անկեղծությամբ ամեն ելույթին նենց ենք պատրաստվում, որ ամեն ինչ լինի գծած իդեալական, չգիտեմ, Սյոմը նենց է սաղ այդ նալատկեքը տալիս, որ ինձ մնում է մենն որ ասում են դեմս նայեմ, ոտս չխփեմ մի բանի ինգնեմ այդքան բան։ Չնայած բեմի վրա անգել եմ մի անգամ։ լուրջ։ Հա, դա շատ շուտ, որ ինձ էլի 2007 թվականներ Արամ Խաչատրյանը։ Ես հիշեցի պատմություն։ Հա։ Բայց չգիտեմ այդ պատմությունը։ Տես, ես գիտեմ այդ պատմությունն է հիշում։ Չէ, ուրիշ եմ հիշել։ Հիշի, չմոռանաս, բայց ոնց ընկար։ Այդ պատմություն, որ ասում եմ, ես հիշեցի, այդ Սաֆարյանի հետ մի հատ էլ ունեմ պատմություն, պարտադիր պատմեմ, արսկներես 1000 անգամ։ Քեզանից հետո կպատմեմ։ Այդ ուղղակի ինձ հայտարարեցին, ես շատ ոգևորված բարձրացա բեմ, ասենց ուզում եմ իբր ես եկա, ոտս գնաց, ես էլ
Պարկեցի գետին, գդերս դրեցի գլխիս տակ, սկսեցի։ Այդ մինամակի ժամանակ։ Այ չեմ հիշում երգը, երևի մինամակներ կամ ուրեմն ինչ որ աշխուժ երգեր, որտեղ ես շատ ուրախ մտա բեմ։ Բայց ես մի հատ այս վիդեո տեսել եմ, եթե դա է։ Ընկնելով այդ վիդեոն կա։ Ոչ թե ընկնելով, այլ որ դու սենց պարկած երգում ես, ինչ որ տես մինամակը։ Սա երգը պարկած չեմ երգել։ Չէ, պահը ֆիքսել եմ Բայց եթե պարկած։ գտնես ուղարկի էլի դնեմ։ Այս հատվածում։ Դժվար։ Բայց այս բան հիշում եմ, լավ, հələ ման կգամ։ Ինչ ես հիշել, պատմի։ Բայց սաֆարանի մասին Իմը քանի որ այդ Պարսկաստանը, իմը չգիտեմ, քեզ ախ պատմություն է հիշելու Պարսկաստանը։ Ուրեմն գնացել ենք նոր, հասնում ենք հյուրանոց ու ով որ մեզ դիմավորել է, իրենք ասում են այս հյուրանոցում ամենահամեղ ուտելիքն են տալիս, բասկական ավանդական ուտելիքա ամենահամեղը ստեղ են տալի, պետքա գնանք անպայման դուք դա պետքա ուտեք։ Դե մենք է սոված, ուտելու հետ սեր ունենք, ասում ենք հո իհարկե։ Երբ ասեք, բարձանում ենք իրերը դնում ենք սենյակում, իջնում ենք ու նստած ենք, հիմա մաս սպասում եմ, չէ, ասենց սոված ճանապարհից ու բերում են մալիրովնի ամանով սենց դնում են, ասում հա դեպի կոլորիտ է, ինչ որ սենց հավես բան է, այդ իրանց սենց ծրված կաստրուլյա, թավայա ու սկսում են լցնել ափսեների մեջ էլի, այսենց ափսեները տենց մալիրովնի ու երբ որ դա լցրեցի, ու Արամը ինձ ճանապարհին դա ստիրակել ասում է որ դու մի բան քեզ դուր չգա, հանկարծ չասե, բայց նես չի ես ասող եմ էլի։ Ասում հանկարծ չասես, իրանք կնեղվեն, մի քիչ ուրիշ տեսակ են, էլի, ասում չնեղացնես, նրանց կպայսքեն, ասում հա իհարկե, բնականաբար։ Ինչև է, լցնում են այդ ափսեների մեջ սուպը, ասում ինչ ուտես կասես համեղա, ասենց, ասում օքեյ։ Ու լցրել են այդ ափսեների մեջ, հիմա որ լցրեցին, արդեն տենց հոտը խփեց քթիս։ Հիմա ասում եմ լավ, կարող է հոտնա տենց, բայց ինքը համեղ լինի էլի, հիմա դե կփորձեմ կտեսնեմ։ Ու Արամի ականջին ասում եմ, կյանք, բայց ասում ես ճաշից, ասում եմ դամեստոսի հոտ է գալի։ Ու իրոք իմ համար դամեստոսի հոտ։ Հիմա լցրել են, Արամ ասում հա դե փորձի կարող եմ, ասում հա կարող է ինքը տենց սպეციფიկ հոտ լինի, բայց համեղ լինի։ Ու հիշում եմ Արամի հետ բառերը, որ մի բան ուտես, կասես համովա, միջև վերջ կուտես, ու հիմա ման է, այ սենց այդ սուպը սենց դրեցի, բայց այդ կինը ասել էր, որ ինքը մի քիչ սպეციფიկ է, ասում է, թե ամեն մեկին կարող է դուր չգա, բայց ինքը շատ համեղ է։ Դա ես արդեն բռնել էի, որ ամեն մեկին դուր չգա։ Սենց ուրեմն սենց դրեցի, գտալու, սենց նստել եմ ու Արամինը սենց ոտովանում, ասում եմ, ես սա չեմ կարող ուտեմ կներես, դաժե ամոթ ուզո, անգամ չեմ կարող մինչև վերջ ուտեմ այդ սուպը։ Բայց Արամը սենց խմում, ուտում անենց հավեսը վատում։ Կապ չունի։ Ես սովորած եմ։ Ինքը սենց հավասում եմ, ոնց ես, բայց իրոք ման է երթում, ոնց որ դամեստ ես։ Ու կինը նկատել է, ասում է, Աննա ջան, դուրը չեկավ, ասում եմ Չէ, ինքը համեղ ասում եմ, շատ հետաքրքիր սուպ ասում եմ, բայց ասում եմ բան էլի, եւի ամեն մեկի այդ քիմքին, հա, համինչի էլի, ասում եմ, քիմքի համինչի։ Մեկ ասում հա, եւ ասում ինքը սպეციფიկ է, կարող է քեզ դուր չգա, ասում հա, ասում չէ, համեղ էր, բայց իմը չէր էլի, ասում եմ, կներեք էլի, որ չեմ կարողանում ուտեմ, ոսը ծարամին ծվեր ասում եմ, քեզ չի ասել։ Բայց ես վերցրեցի իրանն էլ գերա։ Հա, ինքը վերցրեցի ինքերա։ Իրանն էլ գերա, որ իբր ամուսնու համար էր պահել։ Այո, խորը համոզվեն, որ համեղը ուղղակի ինձ դուր չի եկել։ Առաջին անգամ Արցախ ես գնացել եմ Գրիգորիչի հրավերքով։ Եվ դա եւս երևի 2007 թվականն էր, այնտեղ ընծա փառատոն կար, որտեղ ես պետքա լինեի հատուկ հյուր։ Հա։ Ուրեմն գնացինք հասանք տեղ ու ես երբ որ մտա իմ սենյակ, ես տեսա, որ իմ մաղճակալին ավելացված է եւս այսքան փափուկ բան, պուֆիկ վրան ինչ-որ բաներով, նայում եմ անբնական երկար է, էլի, ասենք, հասկացանք։ Գնացածների։ Հասկացանք երկար ես, բայց այդքան չէ, էլի, ասում եմ, նայում եմ, ես ինչա մեկ Գրիգորիչի մտածում։ Քեզ դուր եկավ քո տեղերը, ասում եմ, ույս ջան, չի եք սենց որ։ Ոնց։ Որ հանկարծ ոտքերդ կաղ չեն գնի։ Շատ հոգատար բան, այտենց ու իմ մոտ տպավորություններ, ասում եմ, մարդուց չեն վախենում, էլի։ Հա։ Բոլորը սենց բան էին, չէ, Գրիգորիչից։ Նա ինքը այտենց հոգատար, բարի ամեն ինչ անում ա որ բան։
մեկ էլ համերգի արդեն ժամանակա որոշեցի բան հարցնեմ Գրիգորիչը թատրոնի են հետևի մուտքի մոտ, որտեղ որ դուռն էր, Կուլիսի մոտ է այսպես նստած, այսպես ծխում է, ու ես իմ հետ ա խոսում, ես մտնում եմ, որ բան հարցնեմ, վիտամինի վահագի ինձանից առաջ անգնում։ Ու սենց ամ։ Գրիգորիչ ջան, այն բանը մի քիչ ցամ։ Կարող է ես պարապ նստած եմ, դու եկել բան։ Ոսի ինչ արեց։ Սխալ պահի է։ Այստեղ են սենց ու ես եմ որ Լավ եղանակ։ Պատադրեցի գնացի ասի, քանի ես էլ բան չարցնեմ տպավորությունը չփոխվի։ Ինչ մեկը նյարդայնացրել է։ Այդ պահին ինքը լարված մի հատ աղջկա հետ խոսում էր, ուստեից ոնց որ Վահագը եկավ, ինքը սենց Վահագի վրա կենտրոնացավ, ես էլ այստեղ եմ կանգնած։ Տենց զգացի որ դե երևի սենց արի։ Հա, ինչ էի ասում։ Ես եմ մի հատ պատմություն հիշեցի Գրիգորիչի հետ կապված։ Երբ որ թատրոնում էի սովորում, բեմադրություններ համերգի էինք պատրաստում, մեր առաջին համերգներ, այստեղ կանգնած համերգի վիդեոները։ Ես կամ մոնե լուրջ ես ասում, կարաս ինձ Պիտի թվայնացնեմ, հա, կասետի վրա գտել եմ էլի։ Համբայն։ Այստեղ կանգնած է, դե բեմը հավաքած։ Պետք է երգենք ու պարենք։ Պրոգրեսի ժամանակ այսպես ենք անում, այսպես առաջ են գալի, հետ են գնում, ու այդ ժամանակ այսպես պարելու ընթացքում ձեռքը խփեցիս միկրոֆոնը, բեմից գամբ։ Ընկավ եկել Գրիգորիչ ասաց. «Էդ ով էր»։ Պատկերացրու իմ վիճակը։ Ես։ Դու գիտես այդ միկրոֆոնը ինչ արժի, ասում եմ։ Չէ։ Դե վաղը պապա այդ կասես թող առնի բերի։ Օ, այդ օրվանից, որ ես ամեն պարելուց նայում էի հանկարծ այդ միկրոֆոնի։ Իրականում այդ որ ասում եմ ինչ էին վախում, դա ավելի շատ ոչ թե վախ էր, այլ պատասխանատվություն այդ մարդու առջև, իմանալով ինչքան ինքը իդեալականի է հասցրել իր մոտ ամեն ինչ ու նույնը փորձում է պահանջի իր սաներից, առհասարակ ոչ թե միայն սաներից, այլ ինձ օրինակ մի օր ասեց, ես երգեցի ընդամենը ամեն տեղ փնտրում եմ քեզ, ուր ես, ում նստած Այդ ինչ ռաբիզ երգեզ երգում, չէ էլի Գրիգորիսն, Ռենի, էսի, դու էլ, ասում եմ, դե չէ, պետք է ոչ մի բան չասես, օրենքով ինքը պետք է ասի անցնի առաջ, այնպես որ ես ասեմ որ շուտ-շուտ հիշում եմ, իրականում շուտ-շուտ հիշում եմ Գրիգորիչին, մենք իրար այդ Ամերիկայել ենք ճանապարհորդել, էլի տենց շատ հետաքրքիր եւ եթե կարելի է ես էլ պատմեմ Արսենի հետ, գնացել ենք Լարոշել Ֆորտ Բոյար խաղալու։ Ոխ, ես շատ էի սիրում ձեր այդ Ֆորտ Բոյարը։ Լսի, գնացել ենք այնտեղ, ես Սաֆարյանը, մեկ է Ռազմիկը մնում ենք նույն սենյակում։ Մերը ամենամեծ սենյակն է։ Պատկերացնում ինչքան ուրախ եմ։ Առաջին հարգում է եւ ցած պատուհան է։ Այսինքն դուռը պատուհան է եւս, հասկացար։ Հենց դրսից մտնում ես մեր սենյակ։ Մեր սենյակից դու ես գալիս բակ։ Ներսի բակ։ Ռազը միշտ հենց մտնում էր բաղնիկ։ Դες բաներ էր երգում։ Արսենը խելոքսկի չէր զգացում որ դնում գալիս է իր համեստությամբ։ Մեր սենյակում միշտ հավաքվում էին բոլորը ու այդ հավաքույթներից մեկի ժամանակ շատ բարձր տրամադրություն է բոլորի մոտ, շատ բարձր։ Ֆելիքս Խաչատրյան, Հովանես Ազոյան, բավական է։ Մենչ, Հասմիկ Կարապետյան, Գայանե Ասլամազյան, ես, Արսը, Ռազը, Նազեն էին կարծեմ կար։ Նազո ինչ եմ հիշում մեր սենյակում։ Վերջը, մի 15 հոգի մարդ է ու Ռազմիկը այն ժամանակ սովորություն ուներ, սենց էր անում։ Գիշեք։ Հիշում ես։ Ու ես Մենչը որոշեց որ դե վիսկի բան սենց տրամադրությունները շատ լավ է, որոշեց որ պիտի Ռազին մաթեմատիկայից հարցեր տա։ Այ կներեք 7,000 անգամ էս պիտի պատմեմ։ Վերջը, ու Ռազ 7 անգամ 6 ինչ անում։ 7 անգամ 6, բախանին նորը 7 անգամ 6։ 55, բա անկապ թվեր էր ասում։ Ինքն էլ ոնց որ Մենչի թելն էր թելում, էլի, խաղում էր։ Մեկ էլ դե բան, ես ինչ եկել Ռազ 8 անգամ 6, 8 անգամ 6, բախանին նոր 8 անգամ 6։ 94, բա սթից բաներ էր ասում, շու մեռնում էինք, բան, մեկ էլ էս Ռազ Մենչը սենց այդ Ասից վերջի հարցն եմ տալիս։ 11-ը բաժանում ենք 4-ին։ Ինչ անում։
11-4-ի брат, ախանին արավ 11-4-ի։ Սենց բաներ արեց, 11-4-ը չի բաժանվում։ Այդտեղ ծիծաղեցինք, անցավ, լրիվ ուրիշ բաներից ենք խոսում, մի 20 րոպեա շեղվել ենք արդեն ուրիշ բաներից ենք խոսում, մեկ էլ Սաֆարյանը այս սենց անկյունում նստած, լսի, սենց նստած էր։ Խելոք սենց, սենց էր այդ։ Ես բաժանեցի 11-4-ը։ Այդ ժամանակ մենք ցույցում մի րոպե սուս մնացինք։ Ասեմ ինչ, այո ես բաժանեցի 275 այդ ամբողջ պատմությունը նորից հելավոտի այնքան ենք ծիծաղացել։ Կարա մի հատ էլ ռազի, ախր անընդհատ նույն մարդկանցից են պատմում դրա համար։ Քիչ պերսոնաժներ են իրենք։ Ֆորդ Բոյարից էր էլի, եթե Հովոյի հետ, Ֆելոյի հետ կապված։ Հովոյի հետ կարամ պատմեմ, երբ որ Հովոն ուրեմն այդ մեր սենյակում սպիտակ ֆրանսիական կամոդներ էր, ամբողջը սպիտակ, այդ հնամաշ, դե Լա Ռոշել քաղաքը պատկերացրա, հա։ Ուրեմն ես ժամացույց ունեի, ճիշտ սրա նման, բայց սպիտակ գույնի ու սենց էր, ինքը չէր առանձնանում, սենց էր։ Սենց սեղանին դրած էր այսենց, Հովոնա կանգնած ու ես։ Հա, ես Հովոն եմ պատկերացրել։ Ես Հովոն եմ պատկերացրել, ինքը սենց իմ հետ խոսում է, սենց ու ծխում է։ Հա, չէ, հա։ Ես բան եմ պատմում, ինքը դեմոնստրատիվնի դե շատ ռեակցիաներ է տալիս։ Լավ է, չէ, սենց խոսում է ու ծխում է։ Լսի, ծխեց, լավ էլի արա։ Ու հանգցրեց ժամացույցից մեջ, մտածել եմ, որ մոխրաման է։ Էդի նույն օրներ, երբ որ բոլորի տրամադրությունը շատ լավ։ Մեկս ես նայում ասում, այդ սպիտակ կամոդի վրա դու պատկերացնում ես, բա ժամացույցից տակը կամոդն է։ Ինքը մտածել է, որ սա մոխրաման է, սենց հանգցնում է։ Կամոդը վառեց էլ։ Հա, կամոսից շարունակում է այդպես խոսալ, չէ։ Ասում, Հովջան, ինչ ես անում սա։ Հայ ջապ էր։ Ինչ ես անում։ Չի լսում ենք աներու ես։ Ինչ է։ Չէ, էլի արա, չէ, չեմ հավատում, արա ոնց, արա լավ արա։ Ու իսկականից այդտենց սկսեց զարմանալ, որ ինքը խառնել էր ժամացույցս մոխրամանի։ Հետո եկան տուգանքները։ Չէ։ Կամոդներ։ Ռազից էլի ունեմ պատմություն, Կրեմլում ենք, լսեք։ Երբ որ ես մտնում եմ Կրեմլ, այնտեղ երկու հատ կին կան, ովքեր ինձ շատ են սիրում, չգիտեմ ինչ են ինձ առանձնացրել, որ «Օյ, пришёл наш принц, красавчик, привет, Арамен, наш любимый», բան չգիտեմ ինչի։ Իրոք չգիտեմ, ոչ ծաղիկ եմ տարել, ոչ, հա։ Կրեմլի աշխատողները։ Աշխատողները։ Ու ինձ տալիս են առանձնահատուկ մի հատ այն սենյակ, որտեղ որ ես ինձ լավ զգամ, դե այնտեղ էլ գիտեք, սա ոսկերով, սենց ամեն ինչ, դորը հբահատը, չէ։ Չգիտենք, պատմի։ Չես եղել Կրեմլի կուրը, վերջը։ Թանգանոց ամեն ինչ, էլի սենց բաներով, հա։ Ես ունեի մի հատ հարթուկ, որը արել Պարով։ Այո, Ամերիկայից հիշում ես, աղով դու էիր արել, Ես եմ արել։ Աղ ես լցնում մեջը, ու ինքը սենց անենց պարա տալիս, չես պատկերացնում, կախած շորը սենց իդեալական հարթուկում էր։ Մեկը ռազը վազելով մտավ, ցավը տնիմ, կարող հարթուկ ունենաս։ Ասի ունեմ, Ռաջ ջան։ Արդեն խնդալես, պատկերացրու Ասի ունեմ, Ռաջ ջան, ասի մի հատ նենց հարթուկ ունեմ, ես հատում։ Աղովա բանը սաղ զարմացավ, սաղ բան արեց։ Ձեռը տարավ, մցրեց, այդ հարթուկը դրեց սեղանին, սենց դրեց, սենց պիտի դներ, սենց դրեց սեղանին, միացրեց, այդ հարթուկը անենց գմփաց մանե։ Այս սեղանի կեսը մուր ծուխ, գիտես ինչ դե, ոնց որ կպցնեիր վառեիր ու հանգցնեիր։ Դարավ, Ռաջան, ես ինչ արեր, բուխնի նոր, ես ինչ է, ասում եմ, հիմա ինչ ենք անելու, ասում եմ, հիմա ինչ ենք, այդ կնանիքը տենց վերաբերում մեր Ռամետ, իսպորտիլ։ Ես ստիպված մի հատ մայկա ունեի, որը որ երևի այդքան թանկ չէր իմ համար, ես թողեցի այդ սեղանի վրա, որ գոնե մեր դուրս գալուց Միանգամից չնկատել։ Չերևա, մենք թողենք գնանք, հետո ինչ ուզում ա լինի, գան ասեն, ոյ Զաբիլի, կոշմար բան, տենց երևի բան ա եղել չեմ կարող ասել էլի։ Բայց դե ինչ իմանան որ ես եմ արել, իմ սենյակում ով ասես եղել ա։
Չէ, դա իմ հարթուկի վերջին հարթուկի պատմությունը։ Բայց ասա լավ հարթուկ էր։ Շատ, եթե դրանից լինի Ամերիկայի մեր բարեկամներ առեք բերեք մեզ շատ ուրախ ճանապարհի համար իդեալական։ Սովորական աղը լցնում ես։ Ու ջուր։ Հա, ու ջուր, ապրես։ Հենց այնպես հաղորդման գլխավոր գործընկերն է Glovo ընկերությունը։ Հենց հիմա ներբեռնեք Glovo եւ պատվիրեք քաղաքի լավագույն ռեստորաններից։ Նաեւ կարող եք պատվիրել խնամքի պարագաներ, ինչու ոչ, նաեւ ծաղկեփնջեր, օծանելիքներ եւ այլն, եւ ընտրել ձեր նվերը սիրո տոնին ընդառաջ։ Իդեպ, հենց այնպես հաղորդման հետևորդների համար Glovo-ն առաջարկում է 1000 դրամ զեղչ, եթե օգտագործեք հենց այնպես պրոմո կոդը։ Ներբեռնիր Glovo, պատվիրիր սնունդ, մթերք կամ ինչ որ կուզես։ Արամե, նրանցից միայն մեկին կարող ես հրավիրել փետրվարի 14-ի համերգիդ։ Դե լավ, տես չեղավ։ Բոլորին հրավիրում եմ։ Բոլորին հրավիրում ես, բայց հիմա ունես մեկ տոմս։ Okay. Ում կհրավիրես, Մարտին Մկրտչյան թե Արման Հովհաննիսյան։ Դե Մարտին Մկրտչյան, որտեվ Մարտինը Երևանում այլևս, Արմանը դեռ Միացյալ Նահանգներում է։ Այ որ վերադառնաս։ Վերադառնա, Տոմսը կդառնա 2։ Մարտին Մկրտչյան թե Արմենչիկ։ Դե նույն տրամաբանությամբ։ Մարտին թե Էրիկ Կարապետյան։ Մարտին, որովհետև Մարտինը արդեն պիտի գա, Էրիկին դեռ չեմ ասել անկեղծ ասած, բայց Էրիկին էլ մեծ սիրով կհրավիրեմ։ Մարտին թե Արամեն Պետրի։ Հələ որ Մարտին, չնայած ես բոլորին էլ հրավիրելու եմ։ Հա, դե լավ խաղա։ Հա, լավ։ Մարտին թե Արկադի Դումիկյան։ Մարտին, իշքան գիտեմ Արկադիկն էլ է հիմա Ամերիկայում, կարող է այդ ժամանակ ստեղ լինի, բայց ինքն էլ հրավիրված է միանշանակ, բայց դեռևս Մարտին։ Անցնենք օրվա հերոսներին։ Մարտին թե Ռազմիկ Ամյան։ Այս խաղա, այս ով է հորինել։ Պրովոկացիոն։ Բայց այդ բոլորինը միշտ կդնես, հանգարց մոնտաժ չանես։ Հա, ոչինչ մոնտաժ։ Բոլորը հրավիրված են իմ համերգին։ Լավ, արի մի քիչ փոխենք, նես չլինի որ մինչև վերջ գնանք Մարտինով, Ռազմիկ Ամյան։ Ռազմիկ Ամյան թե Սարոթ Թովմասյան։ Ինչի Ռազմիկ Ամյան, որ ինքը մեզ այսքան պատմություններ պարգևեց, Ռազ ջան։ Ռազմիկ Ամյան թե Սարոթ Թովմասյան։ Ռազմիկ Ամյան։ Ռազմիկ Ամյան թե Արսեն Սաֆարյան։ Վայ Արս ջան, արի փոխենք, Արսեն Սաֆարյան։ Եվ վերջին հարցը, Սաֆարյան թե Ավետ Բարսեղյան։ Դե նայ, Ավետին ճանաչում եմ ավելի շուտ, ոչ, Սաֆարյանին եմ ճանաչում ավելի շուտ, քան Ավետ Բարսեղյանին։ 2004 թվականին Արսենի հետ Մոսկվայում եղել ենք մի մրցույթի, որտեղ ինքը ժյուրի էր, ես մասնակից։ Ես եկել էի Ռոստովից, ինքը եկել էր Հայաստանից։ Եվ քանի որ այսօր նայում ես զվարճասես ճիշտ է, Ավետը մեզանից չի նեղանա, բայց Արսեն Սաֆարյան։ Դες կարա ասես։ Չէ, ինքը գալու է համերգին միանշանակ, ինքը հրավիրված է ամբողջ ընտանիքով։ Արսեն Սաֆարյանը հաղթեց, շատ լավ է եւ Աննա, քո հարցը այլ է։ Նրանցից մեկի մոտ պետք է թողնես երեխաներին մեկ օրով։ Օ, հետաքրքիր է։ Անուշիկ Ալավերդյան թե Սոֆի Մխեյան։ Անուշիկ Ալավերդյան։ Անուշիկ թե Նազանի Հովհաննիսյան։ Դժվար է։ Մի վարքյան։ Նազանի մոտ էլ կթողնեի բալիկներից, բայց ինձ թվում է Նազանին զբաղված կլինի շատ Անուշիկ։ Մեկը Անուշիկը երկուսին պահում է։ Որտեղ երկու այնտեղ երեք։ Անուշիկ թե Իվետա Մուկուչյան։ Անուշիկ։ Անուշիկ թե Քրիստինե Պեպելյան։ Պեպելյան։ Պեպելյան թե Ռիփսիմե Հակոբյան։ Ոյ, դժվար հարցեր է ստանի։ Հեշտ չի։ Հաշվի առ որ Դե Պեպելյան Ամերիկայում է։ Բայց հակառակը Պեպելյան Ամերիկա երեխային ուղղել։ Ուղղակի Ամերիկա։ Ուրախ կացնի։ Ռիփսիմե։ Ռիփսիմե։ Ռիփսիմե թե Սիլվա Հակոբյան։ Ռիփսիմե եւ Սիլվա Հակոբյաններ։ Ռիփսիմե թե Սիլվա Հակոբյան։ Սիլվա Հակոբյան։ Սիլվա թե Սոնա Ռուբենյան։ Սիլվա Հակոբյան։ Սիլվա թե Լիլիթ Հովհաննիսյան։ Սիլվա։ Եվ վերջին հարցը, Սիլվա թե Վիկա Մարտիրոսյան։ Վիկայի մոտ թողել եմ երեխեքին, շատ եմ թողել։ Իմ մոտ չէ, Պարի տեղ Աննա Մարիային։ Փորձված
Փորձված թանա։ Վիկա։ Վիկան հաղթեց։ Բարդ չէր իրականում։ Տենց Չէ, բարդ չի, ուղղակի պիտի բացատրես ինչու սրանք չես ասում, նրան ես ասում, թե չէ։ Տարբեր հարցեր են, էլի Հա, դրա թե չէ, այդպես չստացվի, որ մենք մեկին եթե Վիկային մոտ թողել եմ, հրավիրեցինք, ապահով մյուսին չէ։ վերցրել եմ, նենց որ։ Ահա։ Անցնում ենք առաջ ու խաղում ենք գուշակիրով է։ Հենց այնպես հաղորդման գլխավոր գործընկերն է Արարատ բանկը, որը ներկայացնում է Mastercard World Travel Card-ը, որը հրաշալի ընտրություն է հաճախ ճանապարհորդողների համար։ Տարեկան 6 մուտքի հնարավորություն, launch key, ձեր ինչպես նաև ձեզ հետ ճամփորդողների համար։ Տարեկան 6 fast track ծառայության հնարավորություն, ապահովագրություն, որի ծածկույթը ներառում է շտապ բուժօգնություն, թռիչքի ուշացում կամ չեղարկում, դրամական միջոցների կորուստ, փաստաթղթերի փոխարինում եւ այլն։ Ինչպես նաև հատուկ առաջարկներ Mastercard-ից։ Աշխարհով մեկ ճանապարհորդեք Արարատ բանկի հետ եւ հավաքեք նոր հիշողություններ, հենց այնպես։ Բա դու ակնոցի մեջ չես նայում։ Էդ է ուզում նայել, չէ, իրոք չեմ տենում, հա։ Որ արդար լինի, մի հուշի։ Մի նախադասությունով կարամ ասեմ, ինքը գուշակի է։ Հա։ Չէ, բայց այստեղ հարցեր է տալու Հա։ եւ պատասխանը կարող է լինել Հասկացա։ միայն այո կամ ոչ։ Ու խնդրում եմ մի հուշի, որ պատժվի։ Նո, խեմ ուշում։ Սկսի, դու սկսի։ Նենց հարցը ձևակերպի, որ այո ոչ ասի։ Այմ սիրած պատմություններից մեկը իր հետ է կապված Պարսկաստանում, երբ որ նայսես պատտվեց։ Չէ։ Բա, Փոխեք նկարը։ Չէ, հարց ես տալի, գուշակում ես ով ես դու։ Լա, իմ գլխինով, հա։ Լավ, ես գիտեմ թե իրան պետք է ասեմ ով է։ Բայց իր հուշումից դու արդեն հասկացար ով ես։ Հայկոնը։ Հա, լավ, չէ, Հայկոն չի։ Հայկոն չի։ Չէ։ Good, գնացինք։ Հիմա ես եմ հարցնում։ Կհաշվեմ, որպես հարց։ Աղջիկա թե տղա։ Հա, որ արդար լինի։ Դե հուշեց։ Դու ասիր Հայկոնը, մի հատ մինուս ես։ 10 հարց կարող եք տալ։ Այո, ճիշտ ես։ Աղջիկա թե տղա։ Տղա։ Այո կամ ոչ պիտի լինի ամեն դեպքում։ Տղամարդ, հա։ Այո։ Կինն էլ է երգում։ Քո հումորների մեջ կար։ No։ Յո։ Հա, բայց բացառեցիր մի քանի երգիչ։ Դրա հարցեր։ Ես լավ եմ ճանաչում։ Շատ։ Յո։ Շատ։ Անկամ շատ։ Նիհարա։ Հա։ Շատ բոյով չի։ Նա։ Էրիկը։ Երիկը նիհարա։ Նիհար էր։ Չէ, ես վերջերս լուծվել եմ։ Մի րոպե։ Երկու հարց ան։ Մի վարքյան։ Տղամարդ, ոչ բոյով, նիհար, ու ես լավ եմ ճանաչում, կինն է չի երգում։ Кто ты воин։ Երևանում ապրում։ No։ Վերջին հարցը։ Մի րոպե, մի վարքյան, հեսա, մի վարքյան, Երևանում չի, ուրեմն Ամերիկայում է։ Մի րոպե, հայ երգիչ է։ 10-րդ հարցը հնչեց, արդեն կարող ես միայն անուն հնչեցնել։ Լավ եմ ճանաչում։ Մի վարքյան։ Ես ուզում եմ պարտվես։ Մի նայի։ Մի րոպե, Ամերիկա, ոչ բոյով, նիհար։ Հաշվում եմ 5-ը։ 1 2 3 Մի վարքյան, no։ 4 Ես իրա տնազանում եմ մեկ-մեկ։ Լավ, իրամ չնես։ Բայց ինձ թվում է դու բոլորի նման։ Հա, դու սաղը տնազը անում ես։ Տնազ չէ, իրա ձև։ Վերջ, ասա։ Սպասի, մի վարքյան։ Մի վարքյան։ Ուզում եմ պարտվես։ Երգելով ես անում։ Ձախարու։ Ահա։ Լավ։
Okay, մի bye. քիչ այդքան էլ ազնիվ չէր, կարանք պատժենք, կհասկանանք ընթացքում։ Ջերմ բարևներ։ Հիմա դու ես հարցեր տալի, նույն դրամաբանությամբ։ Դե երկչուհի է։ Այո։ Ոնց այո։ Երկչույի է։ Ասել ու Այսքան զարմացա։ Դե ես ուրիշ մարդ ասել ինձ։ Երկչույի է։ Ստեղ ապրում։ Ցավոք ոչ։ Ամուսնացած է։ Ոչ։ Ես սիրում եմ իր երգերը։ Շատ։ Ճիշտ ասա։ Ճիշտ եմ ասում։ Խափում է, չէ։ Չէ, սիրում ես ինձ թվում է։ Սիրում է։ Ես որ շատ եմ սիրում։ Բա։ Okay, բոյով է։ Աղջկա համար այո։ Հումորով է։ Շո։ Հա, գիտեմ ով։ Դե, Պեպելյանը։ Այո։ Լավ, ինչ անենք, բա։ Ոչ մի բան։ Ես էլ մի պատժեք։ Լավ պրծանք։ Մյուս մի հատով, հա։ Եմ, ոչ, մենք ունենք նկարներ։ Պլան B։ No։ Այսինքն այդ պատիժը անխուսափելի է։ Հա։ Եկեք ուղղակի պատժվենք։ Հա, չէ։ Ուղղակի մեզ պատժիրման է։ Հենց այնպես հաղորդման գործընկերն է Step by Step գրուպը, որը միավորում է բարձրակարգ շինարարական նախագծեր։ Նրանց նախագծերից է նաև Շուշի Palace-ը եւ Step Construction-ը։ Իդեպ, եթե փնտրում եք բնակարան, Շուշի Palace բազմաբնակարանային համալիրում դեռ մնացել են հարմարավետ ժամանակակից բնակարաններ։ 8 մասնաշենք ինքնատիպ ճարտարապետությամբ, ժամանակակից ու նորարարական լուծումներ, սեյսմակայուն եւ էներգախնայող կառուցվածք, 24/7 շուրջօրյա անվտանգության ծառայություն եւ գեղեցիկ տեսարան դեպի Արարատ լեռը։ Իդեպ, այստեղ գործում է նաև եկամտահարկի օրենք, այնպես որ շտապեք, շատ քիչ բնակարաններ են մնացել, իսկ ամռանը արդեն կարող եք վայելել ձեր բնակարանը։ Step by step, քայլ առ քայլ դեպի հուսալիություն։ Ով է ավելի ուշացող։ Բայց ես էլ ուշացող չեմ նենց, ուղղակի ավելի ուշացող եմ։ Էլմի։ Ով է ավելի վաղ արթնանում։ Ով է ավելի մոռացկոտ։ Բայց ես էլ։ Ես, միշտ, ամեն ինչ։ Ով է առաջինը ասել ես քեզ սիրում եմ։ Ով է ավելի շատ սիրում շոփինգ։ Միանշանակ են պատասխանները։ Ով է ավելի շատ սիրում հյուր գնալ։ Իսկ ով է ավելի շատ սիրում ընկերներին հյուրընկալել տանը։ Թե ոչ մեկ։ No։ Բայց ինձ խիչ ես Դե անում։ մեկը պետք է անա։ Ես հետևում եմ կանոններին։ Մեկը, հա։ Հա, կարելի է երկուսն է։ Սենց, լավ, ահա։ Երկուսդ էլ սիրում եք։ Ով է ավելի շատ բողոքում։ Լուրջ։ Ով է ավելի Գիտեք ումից։ ումից։ Ջվատն ես։ Այ շատ լավ։ Ով է ավելի շատ հրահրում վեճերը։ Իսկ ով է առաջինը զիջում։ Հա։ Ով է ավելի շատ տանը լինում։ Ով է ավելի շատ խանդում։ Ինչ։ Խանդում։ Ով է ավելի խանդոտ։ Հա։ Չէ։ Ոչ ոք։ Լավ, սկզբում նոր եք ժամադրվում այդ ժամանակահատվածում, ով էր ավելի շատ խանդում։ Բայց չէ, մեր մոտ է։ Ով է ավելի շատ ժամանակ անցկացնում հեռախոսի մեջ։ Կցավ։ Ով է մասնակցում ծնողական ժողովներին։ Եվ վերջին հարցը, ով է ավելի ռոմանտիկ։ Դու չէ։ Ինչ հավասար էր սաղ մեր։ Շոտ Ինչ շատ բարձ է կյանքս։ Քանի տարի Ինչ կյանքում բարձ։ Мир абсолютно. Абсолютно понятно։ Լավ խաղ է։
Քայլ առ քայլ դեպի հուսալի ապագա։ Step by step group։ դուք եք ուրիշին իրական։ պատժենք։ Եկեք։ Մեկին զանգենք գժվստենք։ Հա։ Ում օրինակ։ Հիշում եք առաջին զանգում գժվացնում էինք։ Շոր ենք դնում, խոսում ենք։ Հա, ինչ եք արել տենց հեչ։ Ոյ։ Իսկ մոդու լավ պրանկեր արած Շատ կրին։ ուժեղ։ Մի հատ պատմություն պատմեմ։ Պատմի։ Ես նենց եմ սիրում իմ այդ ժամանակահատվածը։ Այ որ գնում ենք օպերա ռոլիկ ենք քշում այդ ժամանակներն, հա։ Մենք իրար հետ ռոլիկ ենք քշել Արամ։ Այո, եւ ես մի հատ դեղին շորտիկ եւ տոպիկ ունեի, որին գրած էր Սոնո Լուլու։ Ինչեւ հիմա ես այդ անունը հիշում եմ, լսի։ Շորի ֆիրման էր։ Սոնո Լուլու է, չգիտեմ ինչ էր էտի։ Կարող սոնելել է։ Սոներել է կարա լինի։ Այդ ժամանակահատվածն է։ Ուրեմն հեղին են Թութուշի տալը։ Իմ ընկերուհին էր շատ մոտ, հիմա էլ իմ ընկերուհին է շատ մոտ, ու մենք միասին զանգում ենք, անկապ համարներ ենք սենց հավաքում, զանգում ենք, վերցնում մեր, զենք կարող մի հատ տղա վերցնի, սկսում ենք ժամադրել օպերայի արձանի մոտ։ Նայում եք, հետո գալիս եք։ Հա, հետո մենք թաքուն գնում ենք, ռուբոշի վերցնում ենք մեր հետ, որ չկասկածի մեր վրա։ Ես գիտեմ այսօր ով է պատժվելու։ Ես։ Ոնց որ մանրից կոզածը լինում է։ Մանեջը։ Հենց որ տազա բան մի հորինի։ Ընտրեմ։ Իրան պատժում է։ Ինքն իրան պատժում է։ Քեզ պետք էր ան։ Բայց դա նենց եմ սիրում այդ որ հավաքում եք Սա բոլոլայա լինելու բակի երեխաներով շատ ենք տեն։ Մենակ հեղնի չէ, ես բոլորի Լուսինեի ռուբոշին վերցնում ենք, որպես պրիկրիտիեր, հանգարց մեր վրա ոչ մի չէ, ռուբոշ վերցնում ենք, մի անգամ մեկը մի հատիկ վարդով եկել էր, լսի, արծարի մոտ կանգնած էր, եւ այդ ժամանակ ռուբոշի վերցրել ենք, վերից ես գնում ենք որ չտեսակ, անես մեր մեղքը եկավ, այդ ասում խեղճ տղեն պատրաստվել է վարդը ձեռը։ Հիմա կարող է նայում։ Ու մենք հերվից տես նայում ծիծաղում ենք, ինչքան վատ բաներ ենք արել։ Շատ լավ եք արել, ես շատ գոհ եմ, որ դու պատմեցիր այս պատմությունը, ոնց ես պատժում անեի։ Մեկ է վաղը գալիս եմ։ Ինչ կուզեք մտածենք։ Արի զանգենք։ Կարող ես զանգես անծանոթ համարով, ասես Արամեն ես, հրավիրում ես համերգի։ Հա բայց հավեսա։ Չէ, Այդ փոքր ժամանակվա սենց անկապ հավաքենք, հա? չէ։ Ну давай։ Լավ, բայց Սյոման գիտի որ ստեղ եք։ Հա, ճիշտ է։ Հա։ Ո՞վ անկայն Մերոսով զանգի։ չեմ զանգի։ Չէ, ուրիշ համար կտանք։ Մենք պատրաստ Հա, պրոստը զանգեմ, ասեմ հրավիրում եմ ձեզ իմ համերգին, որտեղ է պրանկը։ Չէ, ավելի լավ պրանկ, ես զուտ համերգի մասը եւս մեկ կոնսերը որտեղից վերցնենք։ Չէ, հրավիրես, վերջում կասես դե 7000 դրամ կբերեք։ Եթե դի կրվեի որտես բանանեի, մանեջան առանց կրվել չեմ ուզում անել։ Դե լավ, ինչին գոչում խաղանք։ Այ արա, էտել եմ կրելու։ Ակնոց չգիտես։ Լավ, զանգենք, ենթադրենք, ասենք, հրավիրում։ Չէ, պետքա մասնակիցներ, Վիկային զանգենք։ Վիկային զանգեմ, ասեմ Վիկ։ Սաղ քենսելա, վերջ։ Ես էլ ներվ չունեմ սրանց հետ։ Համերգը քենսելա, երեխեքին ասա, այսօր փորձ չկա, վсё։ Տուր, հեռախոսս տուր։ Ուրա։ Դոժանա։ Վայ, շատ լավ, նա համել Վիկան իրան էր զանգել ու շատ անհարմար դրության մեջ ա քեզ գցել։ Դու էլ մուրը Պատասխան հարված։ Մուրը հանում է։ Բայց շատ դաժան ալիներու կյանք։ Ու շատ անգամ բաժում ենք Վիկայի։ Անկապ օթից։ Վիկտորիա, ոնց ես։ Անտին դու։ Ես եք ուզեի ընտիրելնեի, լսի, այդ փետրվարի 14-ի համերգը քենսել ենք անում, մի խոսքով ես ներվ չունեմ արդեն։ Բոլորին զգուշացրա, վերջ, դուրջ եմ ասում, չեմ ուզում, ես հայտարարություն ենք տարածում, քո մոտ էլ խնդրեմ գցես էլի։ Բայց ինչի համար։ Նայ, ստացվում է, որ դա մենակ ինձ է պետք։ Ում հետ խոսում են ոչ ոք պատրաստ չի, երևի մենակ դու ես պատրաստ ու ես, մնացածը եսի ինչով են զբաղված։ Այսինքն ովքեր օրինակ։ Ումից գիտես, լույս, բեմ, ոչ ոք գնացել ենք համալիր մարդ չկա, ոնք ասար։
Վիկ, լսի, ես հեսա կտարածեմ բանարը։ Ես ներողություն եմ խնդրում, կգամ երեխեքին կասեմ, ոչմ, կներեք երեխեք ջան, ինչ պետքա մենք անենք, խնդրում եմ։ Ես չեմ կարում, ես այն սկզբից է գիտեի, որ սենց ալնելու։ Բայց այդպես մտածեցին դրա համար էլ այդպես պետքա լիներ։ Տենց չեն մտածում, դրա համար լավ են մտածում, որ լավ լինի։ Ես լավ եմ մտածում, մնացածի պետքը չի ասենք, այդ ինչ ձև է, գիտես իմ բնավորությունը, ես պարտաճանա, ժամանակին սաղ, աղնում եմ, ասենք, բոլոր իրանց գործին պիրն, պարզվում է ոչ ոք, եթե լույս չկա, ասենք, լուսավիկը պատրաստ չի, ես բացատրում, որ լուսավիկը պատրաստ չի։ ասում եմ, ինձ բան չեն տվել, մատերիալ չեն տվել։ Ինձ էլ լուրջ եմ ջուղային։ Վիկ, ես արդեն ես էլ սկսեցի հավատալ, քո արև։ Ես էլ սկսեցի ջղայնալ։ Իմ արև այնպես լուրջ դեմքով էի քո հետ խոսում, տոպա։ Լսի, մեկ էլ բայլայի կլիպը պիտի ջնջենք։ Ստացար։ Իհիր որ այս կյանքում էլ միշտ բումերանգը կա։ Ինչ տվել ես դու սրտած մի օր քեզ հետ։ Չէ, միստր Բինի մոտ ենք։ Լսի, բայց կար մի վարքյան, որ հավատացիր։ Հա, ո՞նց չհավատացի։ Հալայձիեց։ Նովիթ խո։ Աբրինգերս։ Պատասխան հարված։ 14-ի համերգը լինում է, այն էլ ինչ համերգ է լինում։ Ինչ համերգա լինում։ Լիհու։ Հələ դու սպասեք։ Ապրես, thank you, հրավի ոնց բոլորին։ Ապրես, պաչ, մերսի։ Վիկ, պրիվետ։ Լիքը բարելու ենք փետրվարի 14-ին մեծ բարահրապարակա լինելու։ Այո։ Հին երգերն էլ ես չէ երգելու։ Ես պարուն եմ բեմադրել։ Պարտադիր։ Դու կպարի, հալա։ Ինչ, ասա։ Լսի, Աննան Ինչ ասել։ Աննան ուզում է, որ բոլոր հին երգերը։ Ոչ բոլոր։ Ստացվում է իմ 2009 թվականի համերգը։ Նույնը, բայց ես ընտրել եմ համերգի գրեթե կեսը լինելու են իմ հին 2006 թվականից սկսած, իմն ես իմ սեր, ինձ չլսես, Լավ, հիմա ասեմ անեն։ Չէ։ 100 տարին լինելու, հա։ Ես գիտեմ, որ այդ քո ամենասիրելի երգը։ Գիտես, դրա համար ես հարցնում, բայց լինելու է, չէ։ հա, բայց իրականում հա, լինելու է, հենց այնպես ու ասել։ Առավոտն է լինելու, վայրի վարդերն է լինելու, իմն ես իմ սեր, ուրեսումն ես, շայլայլայ, բոլորը լինելու են, այն լավ երգերը լինելու են։ Սիրած շատ երգերը։ Հա, եւ քանի որ Փառք Աստծուն, որ ես ունեմ նաեւ բացի այդ հին հիշողություններից եւ երկար ստեղծագործական կյանք եւ եւս ծնվել են շատ հիթեր, նրանք էլ պետք է անպայման ներգրավվեն այդ համերգի մեջ եւ բոլորը ներգրաված են եւ ես վստահ եմ, որ ամբողջ դահլիճը ինձ հետ յուրաքանչյուր երգ, ինչ որ ես երգեմ, բոլորը ինձ հետ երգելու են եւ բոլորը ճանաչել են։ Եվ լինելու ընդամենը մեկ պրեմիերա։ Լինելու է պրեմիերա։ Երգի, որը ես եմ գրել հեղինակային, կոչվում է Անուշ Հայաստան։ Այդտենց հայրենասիրական։ Իսկ ձեր դուետը լինելու է։ Անպայման։ Դելիթ Աննա Թովմասյան, հատուկ հյուրեր եւ ձեր հոնարցան։ Եվ մի ամբողջ պարահրապարակ հատուկ շատ բարել սիրողների համար, այնպես որ փետրվարի 14-ին գնում ենք համալիր, անչափ շնորհակալ եմ, որ եկաք։ Մեր գործընկեր Արարատ բանկի կողմից ձեզ փոքրիկ նվերներ։ Շատ նոր ճանապարհորդություններ եմ ունեցել աշխարհով մեկ, այո, իդեպ պատյաններ կան անձնագրերի համար ու յուրաքանչյուրին պատահականության սկզբունքով որևէ երկիր են ընտրել։ Էլի բան կար, հա։ Գուցե նշան է թե ուր եք ճամփորդելու։ Այստեղ այսա։ Ահա, դու այս տարի գնալու ես։ Օ, էսի Իսպանիա։ Դու Իսպանիա։ Spain, Barcelona, you know? Էսու ես գնալու։ Կգնամ հերու, որ չի մա։ Այս աֆրիկյան պետությունն է, հա։ Օ, թույն։ Մենք եղել ենք Զանզիբարում մի անգամ, շատ դուր եք, էս էլ տես նմանատիպ մի բան, հա, ինձ թվում է։ Զանզիբարը գնալու իմ ամենասիրելի ուղղությունն է, լուրջ։ Մենք եղել ենք այնտեղ ու ստացել ենք մեծ բավականություն անեջան։ Ես էլ, ձեզ լիքը ճանապարհորդություններ եմ մաղթում, լիքը հենց այնպես հավես պատմություններ, որ վերադառնալու առիթներ ունենանք եւ իհարկե հաջողություն քեզ ու շնորհակալ եմ, որ ժամանակ գտար ու եկար։ Իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել եւ ամեն 5 շաբթի հետեւել հենց այնպեսի։
Вот նկարը։ Օ, այս ինչ լավ նկար է, Մանո ջան։ Իմը շատ լավն է։ Էլի իմը ցույց տա։ Քո նույնից, հա։ Օգնել եմ վաղ գնում եմ։ Մանես նկարը քեզ պետք է։ Չէ, նվիրում եմ ձեզ։ Քոնը հա, Արամեինը չէ։ Իմը վառեք։ Ես Արամեն եմ եւ դուք դիտում եք հենց այնպես շոուն։ Ես Աննա Թովմասյանն եմ եւ դուք դիտում եք հենց այնպես շոուն։ Չէ, մի հատ էլի։ Всё, էս կան։ Անտի։ Ապրեք։ Շատ հավես էր։ Շատ